Բարև ձեզ հարգելի լսողներ, նորից ինձ շատ են դիմել, որպեսզի ես բացատրեմ ինչ է նշանակում միայնությունը։ Ընդհանրապես միայնակ լինում են ոչ միայն կանայք, միայնակ լինում են նաև տղամարդիկ։ Որոշակի ձևով բացատրեմ, դա ինչպես է գալիս դարերից, հետո արդեն կասեմ, թե միայնակության, միայնակ լինելու ինչ տեսակներ կան, որտեղից է գալիս, ինչպես կարելի է դրանք կողմնորոշել, ախտորոշել, ինչպես կարելի է նման կարգավիճակից դուրս գալ։ Ընդհանրապես հնուց շատ վախենալու բան է եղել, երբ որ կինը մնում է միայնակ։ Տղամարդիկ շատ քիչ դեպքերում են մնացել միայնակ, անկախ նրանից հարուստ են, չկավոր են, հիվանդ են, հաշվանդամ են, տղամարդիկ շատ քիչ, շատ հազվադեպ դեպքերում է, որ մնում են միայնակ, հնուց եկած։ Իսկ կանայք, երբ որ մնում են միայնակ, դա արդեն սարսափելի կարգավիճակ է եղել, որովհետև կինը ի վիճակի չի եղել աշխատելու, ի վիճակի չի եղել ինքը իր գոյությունը պաշտպանելու, ու երբ որ այդ կինը մնում է միայնակ, ինքը մնում է իր ընտանիքում, ինքը մնում է իր եղբայրների, հարսի հետ, և դա շատ վատ կարգավիճակ է, երբ որ կինը չի ունենում ինքը իր անկյունը, իր ընտանիքը, հետագայում այդ կանայք չարանում են, ինքնըստինքյան, եթե մարդը ստեղծված է զույգ կազմելու համար, ընտանիք կազմելու համար, ուրեմն երբ որ մարդը ինքը իր կեսը չի ունենում, իր զույգը չի ունենում, ինքնըստինքյան ինքը կարող է չարանալ և մարդկանց հանդեպ, և բնության հանդեպ, և տիեզերքի ու ինքը իր հանդեպ։ Ընդհանրապես միայնակությունը դատված չէ միայն կանանց, ուղղակի դարերից եկած է, որ ավելի սարսափելի է, երբ միայնակ է մնում կինը, որովհետև ինքը այն ժամանակ ի վիճակի չի եղել իրեն գոյությունը պաշտպանել։ Բայց հիմա արդեն 21-րդ դար է, կանայք զարգացած են, կանայք ինքնահաստատված են, և թե արդեն այդքան վախենալու չէ միայնակ լինելը, սակայն այլ նորից ասում եմ, միայնակ լինում է, միայնություն տրված է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց։ Բերենք ինչ պատճառներ կան, որ մարդկանց ասում են ճակատին գրված է, որ իրենք պետք է միայնակ լինեն։ Միայնակ լինելը դա չի նշանակում, որ իրենք ընդհանրապես չեն ամուսնանում։ Մարդը կարող է ամուսնանալ, որ տղամարդն է և կինը, բայց ինքը միայնակ լինի։ Անկախ նորից գողակից ունի, չունի, ինքը իր տան հոգսերը, դժվարությունները տանում է իր ուսերին։ Դա նույնպես միայնակության ինչ-որ ձև է։ Բացատրենք, քանի ձև կա, ընդհանրապես շատ մարդիկ, որ գալիս են, իրանք գտնում են, որ իրենց վրա հենց կատարված է նեգատիվ հարված, մարդկության մեջ է, մեր հայերի մեջ ասված թուղթուգիր, բայց երբ որ քննում ես, հասկանում ես, որ թուղթուգիր ասվածը բացարձակապես հենց այդ դեպքի համար չէ։ Թուղթուգիր անելը շատ հեշտ գործողություն չէ, երբ որ թուղթուգիր պետք է անեն, պետք է մարդու մոտ այնպիսի նախանձի ուժ լինի, չարության ուժ լինի, որ ինքը կարողանա և այդքան գումար ծախսի, և կարողանա գտնի այդպիսի էներգիայով օգտագործող մարդ, ու որպեսզի ինչ-որ մեկին թուղթուգիրի ձևով վատություն անի։ Հիմնականում իմ աշխատանքի ընթացքում ես հասկացել եմ, որ երբ որ մարդուն տրված է միայնակություն, անկախ նրանից զույգ ունի, զույգ չունի, դա գալիս է տարբեր պայմաններից։ Իր
մենք հիմա բացատրենք, դա կարող է լինել ենթագիտակցական, դա կարող է լինել երբ որ ազգի հետ է կապված, այսինքն տոհմի հետ եկող նեգատիվ, երբ որ մարդը ինքը իրեն արգելքներ է դնում զույգ կես կազմելու համար, դա նույնպես կապված է ենթագիտակցության հետ, կամ երբ որ տվյալ անձնավորության վրա կա ծնողական անեծք եւ երբ որ մարդը գալիս է ինքը ինչ-որ գործողություն ազգի վրա մաքրելու համար, ոնց որ ինքը զոհ է դառնում։ Ընդհանրապես հնուց, երբ որ ազգը ինչ-որ վատ բաներ է կատարում, մարդ է սպանում, հանցագործություն է կատարում, զբաղվում է ավազակությամբ, անբարոյականությամբ, նման ազգը իր ընտանիքի որևէ անդամին անկախ նրանից տղամարդ է, կին է, զոհ են մատուցել, կամ սպանել են, կամ հանձնել են ինչ-որ մենաստանների, որ ոնց որ այդ անձնավորությունը ինքը իր ճգնավոր կարգավիճակով կամ իր զոհով մաքրել է տվյալ ազգի նեգատիվը։ Հիմա 21-րդ դարն է, հիմա արդեն չեն կարող մարդուն հանձնել մենաստան, եթե ինքը չի ցանկանում, չեն կարող մարդուն զոհաբերել, բայց տարիների ընթացքում այդ կուտակված նեգատիվ էներգիան մարդկությունը ինքը իր հետ բերում է։ Դա հենց ոնց որ ենթագիտակցությամբ մարդու մոտ փակվում է զույգ կազմելու կարգավիճակը։ Բացատրենք, որն է կոչվում ենթագիտակցաբար, թե տղամարդ, թե կին, դա կապ չունի, սիրուն է, հաճելի է, ինտելեկտ կա, առողջական խնդիրներ ունի, թե չունի, դրանք մեր մոտ շատ թույլ հասկացողություն է, որ միայնակ կարող են լինել միայն այն տղամարդիկ, այն կանայք, որոնք որ ինչ-որ թերություններ ունեն, ինչ-որ արատներ ունեն, դա դրա հետ ոչ մի կապ չունի։ Ընդհանրակարգը շատ մարդիկ գալիս են իմ մոտ, որ կայացած են, թե ֆինանսապես, թե առողջապես, թե իրանց հասարակական դիրքով, դրվածքով, բայց մարդիկ չեն կարողանում իրենց կեսը գտնել, իրենց տեղը գտնել, մարդիկ իրենց զգում են միայնակ։